2025 թվականին Սևան համայնքում կամավորության սկզբունքով մեկնարկեց մասնակցային բյուջետավորման գործընթացը, ինչի արդյունքում Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվեցին խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։ Դդմաշեն բնակավայրի մանկական խաղահրապարակը կահավորվել է խաղամիջոցներով, տեղադրվել են նստարաններ։ Գործընթացի արդյունքում 2025-ին եւս մեկ ծրագիր մանկական խաղահրապարակի կառուցում Սևան համայնքի բյուջեի միջոցներով իրականացվեց Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 18-20 շենքերի հարակից տարածքում։ Այս նախաձեռնությունների արդյունքում, որոնք կյանքի են կոչվել բնակիչների առաջարկների շնորհիվ, դդմաշենցի եւ սևանցի փոքրիկները կունենան եւս մեկ ժամանցի վայր։ 2026 թվականին եւս մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռելու համայնքի տարբեր բնակավայրերում բնակիչների կողմից բարձրաձայնված եւ քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայները հավաքած ծրագրերը կյանքի կոչելու։ 2026 թվականին Սևան համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացում բնակիչների ակտիվ քվեարկության արդյունքներով կիրականացվեն 4 ծրագրեր։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համաձայնություն եւ հավանություն է տվել Սևան համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացում քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած եւ հաղթող ճանաչված այս 4 ծրագրերին։ Դդմաշեն բնակավայրում հարմարեցված տրանսպորտային կանգառներ եւ նստարաններ ծրագրով Դդմաշենի կենտրոնական փողոցի մայթերին կկառուցվեն 8 տրանսպորտային կանգառներ, կտեղադրվեն նստարաններ։ Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 16 միլիոն դրամ է, որից 10.7 միլիոն դրամը կհատկացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 5.3 միլիոն դրամը Սևան համայնքի բյուջեից։ Մասնակցային բյուջետավորումը շատ լավ ծրագիր է, քանի որ, այսպես ասենք, ծրագիր է լինում, որ կարող այդ պահին դու չես ներկայացնում, բայց համայնքի բնակիչը ինքը իր ծրագիրը առաջարկում է, ընդունվում է մեր կողմից, արդեն դրանից հետո կազմակերպվում են գործընթացները, քվեարկության փուլ, մինչև քվեարկությունը արդեն իրազեկման փուլ, հետո մասնակցությունով, քվեարկության արդյունքներով արդեն ամփոփվում է վերջնական ծրագիրը, արդեն կյանք է կոչվում։ Հիմա այս տարի ունենք այդ ծրագիրն արդեն հաղթած, ի շնորհիվ Դդմաշեն բնակավայրի բնակիչների փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր շնորհիվ կյանքի կոչվեց այս ծրագիրը, ովքեր մասնակցեցին իրազեկման աշխատանքներին, մասնակցեցին նաև քվեարկությանը եւ արդյունքում մենք ունենալու ենք այս տարի Դդմաշեն բնակավայրում շատ գեղեցիկ նորաոճ հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներ։ Մասնակցային, այսինքն բյուջետավորումը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին, որպեսզի իրենք առաջարկեն այնպիսի ծրագրեր, որոնք անհրաժեշտ են տվյալ համայնքին։ Եվ երկրորդ ծրագիրը որոշեցինք, որպեսզի կառուցենք բազմաֆունկցիոնալ կանգառներ, որից կօգտվեն համայնքի բոլոր բնակիչները, մեծահասակների համար շատ կարևոր ծրագիր է եւ նույնպես շատ մեծ ոգևորությամբ արդեն առաջին ծրագրից մեծ փորձ ունենալուց հետո երկրորդին ավելի բուռն մասնակցություն ունեցանք, երեխաների միջամտությամբ կարողացանք առավելագույն ձայների միջոցով հաղթանակ տանել։ Շնորհակալություն Սևան համայնքի ծրագրի յուրաքանչյուր մասնակիցներին մեզ այսպիսի հնարավորություն տալու համար։ Անցողիկ շեմը քաղաքային բնակավայրերում 2%-ն է համայնքի բնակչության, գյուղական բնակավայրերում համայնքի բնակչության 1%-ն է։ Դրա համար ինչ է նախաձեռնվել, որպեսզի քվեարկողը հնարավորություն ունենա քվեարկելու 3 ծրագրի օգտին։ Բոլորն էլ տեսնում են, իրականացում են իրազեկման արշավներ, հանրային լսումներ, քննարկումներ եւ բնակավայր եւ գյուղերում եւ Սևան քաղաքում եւ իրենց աչքի առաջ տեսնում են իրականացված արդեն ծրագրեր։ Ծաղկունքում անհիշելի ժամանակներից չի եղել մշակույթի կենտրոն կամ երիտասարդների զբաղմունքի վայր։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում բնակավայրում մանկապարտեզի չգործող մասնաշենքում կվերանորոգեն այս տարածքները, որտեղ կհիմնեն երիտասարդության զբաղվածության կենտրոն։ Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 14 միլիոն դրամ է, որից 9.7 միլիոն դրամը կհատկացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 4.3 միլիոն դրամը Սևան համայնքի բյուջեից։
մեր համայնքը դեռ հին ժամանակներից երբեք չի ունեցել երիտասարդական կենտրոն, չի ունեցել մի միջավայր, որտեղ կարող են երիտասարդները հավաքվել, զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, իրենց ձայնը լսելի դարձնել, սակայն հիմա ունենք հնարավորություն մասնակցային բյուջետավորման արդյունքում ունենք այդ հնարավորությունը ստեղծելու երիտասարդական կենտրոն, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում, այսինքն կստեղծվի մի միջավայր, որտեղ երիտասարդները կհավաքվեն, կզրուցեն, իրենց ձայնը լսելի կդարձնեն, կդառնան ակտիվ, այսպես ասած, ծրագրեր իրականացնողներ, մշակույթ կերտողներ, կդառնան իրենց համայնքի ձայնը եւ շատ շնորհակալ ենք նման հնարավորության համար։ Գեղամավան բնակավայրում առողջ եւ ակտիվ երիտասարդություն ծրագրով երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կվերանորոգվի տարածք։ Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15 միլիոն դրամ է, որից 9.7 միլիոն դրամը կհատկացվի պետական բյուջեից, 5.3 միլիոն դրամը Սևան համայնքի բյուջեից։ Այս տարի երիտասարդները մեր շատ համախմբված նախաձեռնություն ցուցաբերեցին, որ զբաղմունք չունեն, ազատ ժամանակ է իրանք պարապել սպորտով զբաղվել են ուզում, ու ցես հետաքրքիր նախաձեռնություն եղավ, առաջարկեցին, որ այս տարածքում, այս մշակույթի տան այս հատվածում հակին բարեկարգ վիճակ է, բայց վերանորոգման կարիքը զգում է էլի տարածքը։ Մարզասարքեր են տեղադրվելու, վազգողիներ, որը ոչ երիտասարդների նախաձեռնությունն է, բայց ինձ թվում է կծառայի նաև ամբողջ գյուղի համար, հատկապես այն մարդկանց, ովքեր ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեն, առողջական խնդիրներ, ինքը առողջ ապրելակերպի խրախուսման շատ լավ ծրագիր է, շատ լավ նախաձեռնություն է ինքը, հնարավորություն է տալի, որ համայնքի բնակիչները իրենք որոշեն առաջնահերթ ինչ խնդիր ունեն իրենց գյուղի համար, ինչն է ցանկալի, ինչն է կարևոր, մասնակցեն, առաջարկեն, մասնակցեն քվեարկությանը ու իրենց ուզած նախընտրած ծրագիրը իրականացվի համայնքում։ Վարսեր բնակավայրում առողջ միջավայր ծրագրով կկառուցվի բազմաֆունկցիոնալ մարզադաշտ։ Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15 միլիոն դրամ է, որից 9.7 միլիոն դրամը կհատկացվի պետական բյուջեից, 5.3 միլիոն դրամը Սևան համայնքի բյուջեից։ Թե երիտասարդները, թե երեխաները եւ թե մեծահասակները չունեն որևէ վայր, որտեղ կարող են հավաքվել, մարզվել, ժամանակ անցկացնել, թեկուզ զբոսնել եւ այդ անհրաժեշտությունը արդեն զգացվում էր, մանավանդ հիմա, երբ որ երեխաները եւ երիտասարդները հիմնականում զբաղվում են հեռախոսային խաղերով, համակարգչային խաղերով եւ չկա սոցիալական շփում, որը աղետ է համայնքի եւ ինչու՞ չէ նաեւ ողջ բնակչության համար եւ մասնակցային բյուջետավորման ծրագիրը հիանալի հնարավորություն էր, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ծրագիրը։ 2025 թվականին Սևան համայնքում իրականացվել է 2 ծրագիր, որի արդյունք համայնքային միջոցներով միայն, քանի որ կամավոր էր եւ առաջին անգամ էր համայնքը միացել, այս տարի արդեն ունեն կառավարության կողմից համաֆինանսավորում։ Համայնքային կառավարման մակարդակում մասնակցային բյուջետավորման կիրառումը ժողովրդավարության լավագույն դրսևորումներից մեկն է, քանի որ բնակիչներ իրենք այն ծրագրերը, որոնք ցանկանում են, որոնք ուզում են իրենց բնակավայրում լինի, կարող են ներկայացնել եւ որը կիրականացվի իրենց քվեարկության արդյունքում։ Այս տարի ներկայացվել էր 12 ծրագիր Սևան համայնքում, որից որ իրականացվելու է 4-ը, դրանք են հաղթահարել անցողիկ շեմերը։ Դդմաշեն բնակավայրում հարմարեցված կանգառներ եւ նստարաններ, հաջորդը Ծաղկունք բնակավայրում երիտասարդության կենտրոն պետք է կառուցվի, տարածքը ունենք, որտեղ որ պետք է վերանորոգվի եւ հարմարեցվի այդ նպատակի համար։ Գեղամավան բնակավայրում ունենալու են երիտասարդության, ինչու՞ միայն երիտասարդության, նաեւ մեծերի եւ փոքրերի համար մարզասրահ, նույնպես տարածքը կա գյուղում, պետք է վերանորոգվի, համալրվի մարզասարքերով։ Հաջորդ ծրագիրը Վարսերում է իրականացվելու, Վարսերանցյա տարել էր մասնակցել, սակայն չէր իրականացվել ծրագիրը, չէր հաղթահարել շեմը։ Այս տարի իրականացվելու է նաև Վարսերում, պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ։ Այս ծրագրերն ընդհանրապես գաղափար էին ու լավագույն ցանկություն։
որոնք բնակավայրերի ակտիվ բնակիչների մասնակցության եւ քվեարկության արդյունքում դարձան հայտեր, ապա ճանաչվեցին հաղթող։ Այսօր արդեն արձանագրում ենք, որ հիշյալ հայտերը դարձել են կոնկրետ ծրագրեր, որոնք իրագործվելու են Սևան համայնքի կողմից առաջիկա ամիսներին։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։